Բարև ձեզ, իրականում է եթերում հարցազրույցի ժամը, ես զրուցելու եմ մեր ձևով շարժման Շիրակի մարզի համակարգող Ռուբեն Մխիթարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մխիթարյան։ Լավ եք։ Լավ, շնորհակալություն, շնորհակալ եմ հրավերքի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ, պարոն Մխիթարյան։ Նախ այսպեսի հարց, Գյումրիից երկու Ռուբեն Մխիթարյան կա, ովքեր այս պահին զբաղվում են քաղաքականությամբ, ձեզ չեն շփոթում։ Շփոթում են շատ դեպքերում, բայց քանի որ արդեն ես մեր ձևով շարժման հետ եմ, այնտեղ եմ աշխատում, այդ խնդիրները չունենք որպես կանոն ու նաև այս պահին, ինչքանով որ ես եմ տեղեկացված, մեր մյուս Ռուբեն Մխիթարյանը որպես այդպեսին դերևս իր կուսակցությունով որևիցե քայլեր կամ այլ տեղեկատվություն չունենք, դրա համար կարծում խնդիր ընթացքում էլ չի լինելու։ Անդրադառնանք այն թեմաների, որոնք այսօրերին արդիական են եւ այսօր հունվարի 27-ին իշխանությունը ընդունել է մի նախագիծ հիշատակի օր, այսօր տեսանք առավոտյան Նիկոլ Փաշինյանը իշխանական վերնախավի հետ գնացել էր Եռաբլուր, նախագիծը շատ արագ քննարկեցին, ընդունեցին, որպեսզի հենց այս տարվանից դա կարողանան իրականացնել, ինչով եք պայմանավորում նախ այս հապճեպ ընդունումը բանակի օրվանից մեկ օր առաջ հիշատակի օր հայտարարելը հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինակ նույն պատերազմը տեղի ունեցել սեպտեմբերի 27-ին, նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթուղթն է ստորագրվել, Արցախի հայաթափում է տեղի ունեցել եւ այդ ժամանակ իշխանությունը չհայտարարեց սկոր։ Տեսեք, ուրեմն այն ինչ որ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը, այսպես ասած, անում է ու նաև հենց այս նույն քայլը իրականում մտնում է Նիկոլյան ճակերտավոր նոր Հայաստանի մեջ։ Ես միանշանակ պատահական չեմ համարում, թե ինչու նրանք հապճեպ այս ամենն արեցին ու նաև պատահական չեմ համարում այն, որ այս հիշատակի օրը չի մտնում սեպտեմբերի 27-ից նոյեմբերի ընկած ժամանակահատվածի հետ, որովհետև իմ անձնական կարծիքով սա ավելի շատ կապված է հնարավոր բոլոր տարբերակներով նսեմացնել մեր ազգային պայքարը, նսեմացնել այս ամբողջ ընթացքում Արցախյան պատերազմից սկսած այդ ամբողջ ժամանակահատվածի զոհերի հիշատակը ու նաև պատահական չեմ համարում այն հանգամանքը, որ նրանք ընտրել են հունվարի 27-ը, որովհետև ինչպես նաև դուք նշեցիք, հունվարի 28-ը հայոց բանակի օրն է, իսկ մենք գիտենք, որ մեր հայրենիքի համար գլխավորություններից մեկը բանակն էր ու այս օրը վերածել սկո օր, կարծում եմ դա ինքնանպատակ չի եղել։ Դա Նիկոլ Փաշինյանի հերթական քայլն է, ել ավելի, այսպես ասած, կռացնելու հայ ժողովրդին։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի իրականացրած փոփոխությունների հետևում միշտ տեսնում են դրսի ազդեցություն։ Կարծում եք սա եւս հետևանք է այդ ամենի։ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը որպես կանոն եղել են շղթայի մեջ, թե սկսած է եկեղեցուն, այսպես ասած, վադաբանելով նույն դպրոցների մասով, ուսուցիչներին նաև այդ բոլոր բացասական քայլեր, այսպես ասենք, սա նույնպես դրա հերթական դրսևորումն է։ Ես միանշանակ չեմ կարող ասել, բայց նաև երբ որ քայլերի հերթականությունը նայում ենք, հասկանում ենք, որ այս ամենը շարունակություն է ազգակործանման։ Եվ անդրադառնանք արդեն ձեր ձևով շարժմանը, 7-8 ամիս է կա շարժումը, այն ձևավորվեց Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո մինչև այդ գոնե շարժման մեջ արտակնապես երևացող դեմքերից շատերը քաղաքականությամբ չէին զբաղվում եւ Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցող իրադարձություններից հետո որոշեցին մտնել քաղաքականություն, նաեւ հանրության մոտ կա որոշակի հատվածի մոտ այդ առումով դժգոհություն, նաեւ իշխանականների ձեզ ուղված քննադատությունների հիմքում այն է, որ եթե դուք այդպես մտահոգ էիք հանրության խնդիրներով, երկրի արժեվ ծառացած խնդիրներով, բա ուր էիք միջև հիմա։ Տեսեք, Սամվել Կարապետյանը իր ընտանիքի հետ մեկտեղ, նաև ներառել նաև բարեգործական, Տաշիր բարեգործական կազմակերպությունը շուրջ 30 տարի եղել է Հայաստանի Հանրապետության Արցախի կողքին։ Սկսած դպրոցաշինությունից, վերջացրած ուսանողների վարձավճարներ, չեմ ասում հիվանդանոցներ եւ այլն, այնքան իրականում այնքան բազմատիվ են, որ դրանց մասին իրականում եթե գիրք կրենք, մենք վերջը չենք տեսնելու, որովհետեւ փաստացի ստացվում է ցավոք սրտի Սամվել Կարապետյանը այն իրական հայրենասերն է եղել, որ ցանկացած իր կատարված լավ աշխատանքի մասին արգելել է որևէ մեկին այդ մասին բարձրաձայնել։ Ու ես միանշանակ չեմ համաձայնում այն մտքի հետ, որ ասում են բա ուր եք միջև
մինչև այսօր։ Ուղղակի նորեկ նախկիների ժամանակ ուղղակի այստեղ խնդիրն այն է եղել, որ ինքը փորձել է, ինչպես նշեցի, չբարձրացնել կատարված աշխատանքի մասը, որովհետև օրինակ Սոտկում նաև գյուղ ունենք, հսկայական տներ ունենք, որ հենց պատերազմի օրերին որ վնասվել են, այդ ժամանակ կողքին է եղել։ Սա եկեղեցու այս ամենը, ինչպես նշեցի, վերջի հենասյունը, որ մնացել էր մեր հայրենիքի, այսպես ասած հիերարխիայի մեջ, եկեղեցուն փորձում են հիմա նսեմացնել, կմնել մեր ամենաթույլ ու հոգևոր առումով թույլ զգայուն տեղին։ Դրա համար սա այսպես ասած վերջի կաթիլն էր ու Սամվել Կարապետյան հենց այս քայլով ցույց տվեց, որ նաև անձնազոհությամբ փաստացի նա իր ամենակարևոր բանից հիմա զրկվել է ազատությունից, ինչքան էլ նշենք, որ հիմա տանն է, դա միանշանակ որևէ հարց չի լուծում, գլոբալ առումով տարբերությունն էլ որպես այդպեսին շատ չէ, նա հայրենիքի համար գնացել է մի քայլի, որ վստահ եմ շատ քչերը կգնային այդ ամենին։ Այսինքն վերջինս թույլ չի տալիս, որ մեր ամենակարևոր ու վերջին, եթե կարծում եմ, եթե այս հենասյունը դա էլ քանդվի, մենք շատ հնարավոր է մոտ ժամանակներում լինենք չոքվոր ժողովուրդ, այո, այսինքն օրինակներ չբերեմ, բայց կնմանվենք ցիգաններին, որովհետև մեր 1700 ամյա պատմության մեջ մենք չունենք նման նապովանդակապ, այսպես ասենք, կառույց, որը ամբողջ ազգին համախմբել է։ Ու դրա համար, եթե այս մի քայլը Նիկոլ Փաշինյանի մոտ ստացվի, որը վստահ եմ չի ստացվում, որովհետև ինքը ինչ-որ պլաններ ուներ, ոնց որ հագարակ է ստացվում, ժողովուրդը համախմբվում է, ուշքի է գալիս, դրա համար նա հերթական անգամ ոտքի կանգնեց, բայց արդեն այսպես ասած շատ բաց էի բաց ու իրեն զոհողությունների հականալով փորձում է թույլ չտալ, մենք էլ ինչ կարող ենք փորձում ենք օգտակար լինել։ Դուք Շիրակի մարզի համակարգողն եք, այս շարժման ինչպիսին է այնտեղ տրամադրությունը, տրամադրվածությունը, նաև նույն Սամվել Կարապետյանի անձի նրա ձևավորած շարժման վերաբերյալ։ Տեսեք, մենք տարբեր պրոյեկտներ ենք այս ընթացքում իրականացրել, թե մինչև այսպես ասած պարոն Կարապետյանի ձերբակալվելը, թե նաև դրանից առաջ, օրինակ վառ օրինակ է Վառեմ Մարեն պատմամշակութային շենքը, որը երկրաշարժից հետո որևիցե պետական աջակցություն, օժանդակություն չէր ստացել ու միայն Սամվել Կարապետյանի թեթև ձեռքով է, որ իրագործվում է։ Շատ ծրագրեր ենք նաև իրականացրել այս ընթացքում, օրինակ Գյումրի քաղաքի տոնը, ինչպես գիտեք, քաղաքում քաղաքացիական պայմանագրի կուսակցության ավականները ամեն ինչ անում են, որ չստացվեր կամ այսպես ասենք, բռավալի ենթարկեին, դա նույնպես թույլ չի տրվել, հենց Սամվել Կարապետյանի շնորհիվ, դրանից հետո ունենք նաև մի քանի ծրագրեր, որոնք մասին չեմ ուզում բարձրաձայնել, նաև կցանկանամ խոսել ամանորյա զարդարանքի մասով, որը նույնպես Թայլեր կրվախնձոր կպականներ ասում էին, որ այնուամենայնիվ ավականին հաստատել է, Գյումրուք համայնքի բյուջեից է տրամադրվել եւ դուք վերագրում եք դա ձեզ։ Տեսեք, մենք ունենք մեր մասը արած, այն ինչ որ արել է Գյումրու համայնքապետարանը, իրենց բյուջեի սահմաններում, դա իրենք են արել, մենք դրա հետ կապ չունենք։ Եթե չեմ սխալվում, հիմա նույնիսկ հանձնաժողով են ստեղծել, հաշվարկներ են անում, բայց իմ ազնական կարծիքով այստեղ նույնպես նրանք ազնիվ չեն, ինչպես բոլոր հարցում, որովհետև երբ որ մարդը նվեր է անում քաղաքին, ու եթե իրոք Գյումրու ավականին կամ քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամները ուրախանում են ու սրտանց ուզում են, որ գյումրեցին լավ լինի, լավ զգա, նրանք առնվազն ամենակիչը պետք է բարձրանային ու շնորհակալություն հայտնեին ավել զարդարանքների համար, ջոխությունների համար, բայց հիմա մենք տեսնում ենք, որ այնտեղ ընդամենը կռիվ է, որ լավ բան է ստացվում։ Նույնը նաև քաղաքի տոնի հետ էր կապված, որ քաղաքի տոնը մեծ շուկով նշեցինք, իրենք էլ ինչ որ վատ բաներ են տեսնում։ Ու այստեղ անգեղտորեն հարց է առաջանում, թե վերջի իրենք ուզում են լավ լինել, թե չէ։ Ես գիտեմ, որ իրենք չեն ուզում, բայց նաև առնվազն Facebook-յան ստատուսներով կամ լայֆերով չպետք է ցույց տան, որ այդքան վատ են տրամադրված լավ բաների հանդեպ։ Պարոն Մխիթար, օրինակ հավակնոտ չեն ձեր տնտեսական ծրագրերը 300,000 աշխատատեղի ստեղծումը եւ այլն, այդ թվում եւ հարկերից ազատելը, դրանք իրապես իրագործելի են, թե պոպուլիստական են։ Ես մի բան ասեմ, ես ցանկացած այլ պարագայում այդ թվերը, մեր 5 քայլերը պարոն Կարապետյանի կողմից ներկայացված տեսնելուց շատ հավանական կհամարվի, որ մտածել որ պոպուլիստական է, բայց երբ որ տեսնում ես, թե այդ ամենի հետևում ով է կանգնած ու ինչ ճանապարհ ունի անցած, միանշանակ հասկանում ես, որ իրականում 300,000-ը կամ այդ 5 քայլերը, դա ամենամինիմալ շեմն է,
որ Սամվել Կարապետյանը ու իր թիմը մենք բոլորս իրագործելու ենք, որովհետև տեսեք, մարզերում Շիրակի մարզում օրինակ ու այնտեղ վստահ եմ նկատել եք, որ 300,000 աշխատատեղի մասը գրած է մասնավորապես մարզերում, այսինքն գլոբալ առումով խոսքը Երևանի կամ խոշոր քաղաքների մասին չի խոսքը, այլ հենց կոնկրետ մարզերի, որովհետև մարզերում ինչ ունենք աղքատություն, շատ բարձր մակարդակի Շիրակի մարզում 40 եւ ավելի է ու դա պաշտոնական տվյալներով։ Միգուցե իրական կենի վրա դա շատ ավելի մեծ թիվ է։ Մենք էլ ես օրինակ մարզում եմ բնակվում, այնտեղ տեսնում եմ թե ինչ վիճակ է, ամբողջ ընթացքում բազմաթիվ տներ եմ եղել, տեսել եմ թե ինչ վատ վիճակում է գտնվում ժողովուրդը։ Ինչ եք բացել Շիրակի մարզում կամ Գյումրիում ինչ աշխատատեղ։ Շիրակի մարզը տարիներ շարունակ նույնիսկ մինչև երկրաշարժ եղել արդյունաբերական խոշոր կենտրոն։ Եթե չեմ սխալվում, պաշտոնական տվյալներով աշխատող եղել է այնտեղ մոտավորապես 40-ից 45,000 մարդ։ Մենք փորձելու ենք այնպիսի բաներ անել, որոնք որ հարիր են նաև եղել Շիրակի մարզին, գյումրեցիներին ինչով որ զբաղվել են։ Դա կլինի արդյունաբերության տարբեր ոլորտներ, տեքստիլ, օրինակ, չգիտեմ, սննդի արտադրություն, տարբեր տեսակի կարի ֆաբրիկաներ եւ այլն։ Այսինքն ծրագիրը կարի ֆաբրիկաներ կան կան, իսկ մենք ինչ պետք է անենք, որ ես փորձեմ ցեսա հակադարձ հարց տալ, որ միգուցե այնպես անենք, որ ներմուծումը շատ չլինի, այսինքն մենք ավելացնենք, եթե տեսեք մենք եթե տեղում արտադրանք, այսինքն եթե մենք ավելացնում ենք արտադրանքը, հնարավոր նաև տեղի շուկային, ամբողջ Հայաստանին հասցնել, հա, այսպես ասեմ, հասցնել արտադրանք ու կարիք չլինի, երբ որ մենք արտադրանք ենք ունենում, սկսում ենք գործարաններ, հա, կառուցել, օրինակ, այդ դեպքում ինչ է, մենք ինչ երկու կարևոր հարց ենք լուծում։ Նախ մարդիկ սկսում են աշխատել, գործազրկություն չի լինում, դրա հետ մեկտեղ արտագաղթը վերանում է։ Ասեմ ավելին, դա հետ նաև կապված կարող է լինել ու լինելու է ներգաղթը, որովհետև մենք վստահ եմ բոլորս էլ գիտենք, որ նաև Շիրակի մարզում արտագնա աշխատողները չափից ավել շատ են, իսկ վստահ եմ գնացածների եթե ոչ 100%, 99.9%-ը կցանկանա գալ հետ իր ընտանիքի կողքին լինել ու աշխատանք ունենալ։ Ու արդեն նաև տնտեսությունը զարգանում է, ըստ այդմ ունենում ենք ուժեղ Հայաստան, այդ բառերն էլ, որպես այդպեսին չի ընդրված, ուժեղ Հայաստանի դեպքում էլ մեր հետ ցանկացած բառակամ հաշվի են նստում, այլ ոչ թե ունենում ենք այն, ինչ որ հիմա այս մեր կզած վիճակը, հա, ենթադրում եմ ոչ եթերային բառ օգտագործեցի, բայց կզած վիճակը վստահ եմ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ մենք կարողանալու ենք մեր մեջքը շտկել ու այդ բառերն են ափսոս փչացել, հբարտ մարդիկ լինենք։ Ուժեղ Հայաստան եք ուզում ստեղծել, հա, ձեր հիմնական թեզերից մեկը դա է, ուժեղ ղեկավարով։ Նիկոլ Փաշինյանը կարծում եք թույլ ղեկավար է։ Միանշանակ թույլ ղեկավար է, որովհետև նաև վերջին 8 տարիները դա թույլ տվեցին, որովհետև միջև այդ մենք ցանկացած բանակցություններում առնվազն մեր կարծիքը ասում ենք ու մեր կարծիքը հաշվի են առնում, բայց ինչ է ստացվում Նիկոլ Փաշինյանի ինչ բանակցությունների եք մասնակցել, որ ձեր կարծիքը ասել եք։ Մեր շարժումը նկատի ունեք։ Չէ, ոչ թե մեր շարժումը, խոսում եմ Հայաստանի Հանրապետության մասին, տեսեք, իր օրոք մենք դարձել ենք մի պետություն, չեմ ցանկանում իրականում նույնականացնել իշխանության հետ, երբ որ ինչ ասում են մենք անում ենք, ցանկացած տեսակի։ Դա լինի Ադրբեջանի կողմից ասած, դա լինի Թուրքիայի կողմից ասած, որովհետև հենց իր թուլությունն է, որ մեզ հասցրել է այս վիճակին, հենց իր թուլությունն է, որ մեր տարածքային ամբողջականության մասով հիմա ստանում ենք ազդակներ, հենց մեր թուլությունն է, օրինակ Ճերմոգում մենք հիմա այդ դեմարկացիա դելիմիտացիան իրականում չհասկացանք ինչ ստացվեց, ուր հասանք, ու հենց դա պատճառով է, որ մենք խաղի կանոններ թելադրող չենք, մեզ ասում են այն ինչ անում են։ Այսինքն հակակշիռ եք լինելու։ Մենք լինելու ենք, այո, մենք հակակշիռ լինելու ենք, որովհետև թույլ ղեկավարի հետ որևիցե մեկը չի բանակցում, այլ ընդամենը թույլ ղեկավարին ասում են գնա սարա կամ նարա, ու նա ինքը անում է։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը միանշանակ թույլ ղեկավար է արտաքին ցանկացած հարաբերության մեջ, բայց շատ ուժեղ ղեկավար է ընդդիմախոսների նկատմամբ, չգիտեմ, նաև հիշում եք, օրինակ հիմա ինչքան քաղաքապանտարկյալներ ունենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ չի եղել նման ժամանակահատված, որ մեծ թվով այսքան մեծ թվով խոսքի ասությունում մարդիկ զրկված լինեն, ունենան քաղաքապանտարկյալներ։ Ընդդուք միջև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դրան էլ կանրադառնանք, որտեղ կար ժամանակ էլ քաղաքապանտարկյալ նաև դուք եք, երբ որ Գյումրիում Վարդան Ղուկասյանին
քննչական գործողությունների արդյունքում ձերբակալելու, ապակալանավորելու շուրջ տեղի ունենում զարգացումներ, դուք այնտեղ հանդես եք գալիս որպես իրավապաշտպան, եթե ես ճիշտ գիտեմ, եւ իրավապաշտպան ձեր գործունեությունը իրականացնելուց կալանավորվեցիք։ Տեսեք, դա հենց խոսում է իրենց վախի մասին, որովհետեւ երբ որ մարդը իրականում, այդտեղ չգիտեմ իրանք ինչ մագարտակով են ինձ նույնականացել մեր ծեով շարժման հետ, բայց ես այնտեղ գտնվում եմ փաստաբանական գործունեություն իրականացնելու համար։ Բոլոր տեսաձայնագրությունները կային, որ Ռուբեն Մխիթարյանը ընդամենը հանդարտեցնողի դերում էր, որովհետեւ թույլ չտար, որ երկու կողմից էլ, այսինքն թե ժողովրդի, թե ոստիկանների կողմից, որովհետեւ ոչ իրավաչափ, ոչ օրինական գործողություն լիներ, բայց հենց դրա մասն է խոսում, թե ինչ իրավական երկրի մասին ենք խոսում կամ արտար երկրի մասին ենք, ժողովրդավար երկրի մասին ենք խոսում են բարակամ, երբ նմանապովանդակ բաներ են լինում։ Իսկ 1000-ներություն մենք վերջի ժողովրդավար հանրապետություն ենք թե ոչ, ու ինչի պետք է ես թեկուզ իմ կյանքից շուրջ 2 ամիս կորցնեմ իրենց կմահաճույքների համար։ Այսինքն եք նստած արտիք քրեակադրողական հիմնարկում։ Մի փոքր պայմաններից կասեք։ Պայմանների մասին կարող եմ նշել, որ ջերուսման մասով, ջերուսման եւ ուտելիքի մասով խնդիր չկար, բողոքելու բան չի, բայց ինչ ուզում է լինի, իրականում ամեն դեպքում, նախ հերիք չի քո տեղը չի, ոչ թե ինձ է փորձում ինչ որ կերադասել մնացածներից, ոչ էլ ամենացավալին ու վատն է, որ դու չես հասկանում, թե ինչի համար ես այնտեղ, ինչի համար տանեցքի կողքին չես, ասեմ ավելին, ինչի համար դու չես կարողանում քո գաղափարախոսական գործունեությունով անել, քո հայրենանվեր գործով անել, երբ որ իրոք դու այլ բան ես անում, իրականում բոլոր տեսաձայնագրությունները կան, որ ձեռք ես բարձրացած, փորձում են որ ընտանում չլինի, հենց այդ հիմքով քեզ ձերբակալում են, դու քննչական կոմիտեի ղեկավարը նախագահն, եթե չեմ սխալվում, ազգային ժողովում նշել է, որ տագից ինչ որ բաներ եմ արել, դա էլ էր աբսուրդ, դա էլ խոսում են նրա մասին, որ այս ամենը ավելի նման է շոուի։ Միանշանակ կա, ես երկրից բացակայելու արգելք ունեմ, այդ գործը դերևս կա, գործը դերևս չեն ուղարկել դատարան, ասած սպասում ենք, դատախազությունը նաև բողոք է ներկայացնել վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման դեմ, ըստ որի ես, այսպես ասած, իմ ազատության մեջ եմ, բայց երկրից չեմ կարող բացակայել։ Հիմա սպասում ենք Ղուկասյանը խաղ բանտարկել է։ Տեսեք, քանի դեռ երբ որ ես կարող եմ ասել, որ քաղ բանդարգյալու բացատրեմ ինչի, երբ որ երկրի վարչապետը, երբ որ քաղաքացիական պայմանագրի կուսակցության падգամավորները ազգային ժողովի ամբիոնից նման բովանդակ հայտարարություններ են անում, նման բովանդակ խոսակցություններ անում, որ չէ, թե չեմ սխալվում, դուրս ենք շփոթելու քաղաքական սովորական կյանքից, դա հենց Փաշինյանի սիրած բաներ Facebook-յան արտարադատություններ կամ WhatsApp-յան արտարադատություններ, երբ որ թեկուզ նաև պարոն Սամվել Կարապետյանի դեպքում չէ, Facebook-ում ստատուս գրեց 2 ժամ հետո իրավապահ մարմինները արդեն ձերբակալեցին կամ որոշումը ստացան, հենց այդ կոնտեքստում ես միանշանակ կարծում եմ, որ նա քաղբանդարգյալ է։ Այստեղ մի հատ ուրիշ խնդիր էլ կա, եթե դատարանները արտար չեն, ազնիվ չեն, արդյոք մենք ունենալու ենք հենց Վարդան Ղուկասյանի մասով իրական արտարադատություն թե ոչ։ Բայց կա ձայնագրություն իր մասով։ Միանշանակ համաձայն եմ, ձայնագրությունը անձամբ ես ամբողջովին լսել եմ, բայց եթե նաև հակադարձություն ասեմ, արդյոք դա իրական է թե ոչ։ Ունենք փորձագիտական չէ, կենտրոններ, փորձաքննություններ պետք է իրականացվի, բայց նաև այստեղ տեսեք, լավ ուրիշ բան ասեմ, իրավապահ մարմինները սպասում էին Նիկոլ Փաշինյանի կողմից ազգային ժողովում ելույթ դրանից հետո գործընթացը սկսեին։ Եթե նման բովանդակ բան կար, միգուցե իմաստը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի սիրած շոուների մասն էր։ Կամ ուրիշ բան ասեմ, ինչի են եկել Գյումրու քաղաքապետին ձերբակալելու կամ բերման ենթարկելու այդքան մեծաթիվ ոստիկաններով, որովհետև երբ որ ես ինձ զանգեցին որպես փաստաբան ներգրավելու համար, ես Երևանում էի, երբ որ Երևանից դուրս եկա դեպի Գյումրի, ամբողջ ճանապարհին բազմաթիվ ոստիկաններ էին։ Իսկ չէին կարող ընդամենը 2-3 հոգով գնալ Վարդան Ղուկասյանի տուն, ներկայացնել ծանոթագիրը ու արդեն հաշվի առնելով, որ Վարդան Ղուկասյանի համար գյումրեցիներից որոշակի մաս կլինի, որ դուրս կգա, ինչպես եղավ, դա հաշվի առնելով էր։ Դե տեսեք, դա ավելի շատ իրանք փորձեցին, ես վստահ եմ, որ իրանք փորձեցին նեղացնել հերթական անգամ գյումրեցիներին, որովհետև Նիկոլ Փաշինյան դեռևս չի մարսել այն իրողությունը, որ Գյումրու քաղաքապետ իրենց թրիտագով անցած մարդ չի։
Ես հիմա ոչ թե փորձում եմ Վարդան Ղուկասյանին պաշտպանել կամ այլ բան, կավ լիցի, բայց ունենք այն ինչ որ ունենք։ Իրենք 1 տարի է փորձում են ամեն ինչ անել, որպեսզի քաղաքի կառավարումը կոլապսի ենթարկեն։ Ասեմ ավելին, ես չեմ կարծում, որ նրանք մտածում են, որ Վարդան Ղուկասյանին կարող է չգիտեմ, խոչընդոտի կամ այլ բանանի, որովհետև եթե ես չեմ սխալվում, շաբաթը 1-2 անգամ իրենք հակակոռուպցիոն դատարան էին ներկայանում, բոլոր նիստերին եղել են, դրա համար այս ընդամենը շոուի մաս էր։ Հասկանալի է։ Պարոն Մխիթարյան, փետրվարի 12-ին համագումար ունեք, որտեղ ասվել է, որ հայտարարելու եք ով է լինելու ձեր վարչապետի թեկնածուն, մինչև այդ էլ ասվում է, որ բոլորի կողմից ընդունելի գոնե թեկնածու է լինելու։ Սամվել Կարապետյանը գոնե իրավունքի առումով չի կարող լինել Հայաստանի վարչապետ, նա երկքաղաքացի է։ Հաջորդ ընդունելի թեկնածուն ով է։ Ինչպես Նարեկ Կարապետյանը նշել է մի քանի հարցազրույցներում, ես այդ մասով ավելացնելու բան չունեմ, սպասենք փետրվարի 12-ին ու վստահ եմ թեկնածուն լինելու է բոլորի կողմից, լավ գերակշիռ մասի կողմից ընդունված մարդ, լինելու է մարդ, ով հայրենասեր է, լինելու է մարդ, ով նաև ջատագովն է, լինելու ուժեղ Հայաստան ստեղծելուն։ Նարեկ Կարապետյանը կլինի ձեր թեկնածուն թե ոչ։ Տեսնենք ամսի 12-ին։ Դուք օրինակ ինչպիսի դիրքորոշում ունեք այս առումով։ Ես քանի որ ես մեր քաղաքական թիմին եմ, այսպես ասացա, հավակնում, կսպասենք ամսի 12-ին, վստահ եմ, որ կունենանք շատ ճիշտ քաղաքական որոշում։ Այսինքն ինչ խաչաձև հարց այս թեմայի շուրջ ես տամ, դուք չեք ասելու։ Սպասենք ամսի 12-ին։ Լավ, կսպասենք ամսի 12-ին, բայց իշխանությունն արդեն ունի որոշակի հաշվարկներ, որ իրենք դարձյալ իշխանություն են լինելու, խորհուրդ են տալիս ընդդիմադիրներին էլ պատրաստվել 2031 թվականի ընտրություններին։ Այսինքն իրենք ըստ էության վերարտադրվելու մեծ շանս ունեն ըստ իրենց։ Հիմա հետևաբար կա տեսակետ, որ գոնե ձեր այս դեպքում եթե ուժեղ Հայաստան կուսակցություն է լինելու, ուժեղ Հայաստան կուսակցությունը խորհրդարանում փոխարինելու է Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքին։ Այսինքն, հա, ճիշտ հասկացա, իրենք նշել են, որ իրենք վերարտադրվելու են, մենք էլ լինելու ենք ընդդիմություն ենթադրյալ։ Ժողովրդական շատ լավ խոսք է, որ ասում է կետը չտեսած հոբ մի ասեք, մի թռեք ջուրը։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը, մեր հասարակությունը շատ ճիշտ որոշում է կայացնելու, ունենալու ենք ուժեղ ղեկավար եւ ունենալու ենք ուժեղ առաջնորդ ու ուժեղ Հայաստան, իսկ ինչ վերաբերում է իրենց վերարտադրվելուն, ժամանակը ցույց կտա, ժողովրդի գնահատականը կտա։ Խորհրդարանի մակարդակից գոհ եք։ Իշխանության Եվ իշխանության եւ ընդդիմության։ Ընդդիմության մասով ես այս պահին չեմ ուզում մեկնաբանություններ անել, իշխանության մասով միանշանակ գոհ չենք, որովհետեւ թե նաեւ հունվարի 27-ը բոլոր տեսակի գործողությունները հապճեպ են, որովհետեւ տագը մեկնաբանություններ, որովհետեւ այդպեսին չկա, չունեն նաեւ առողջ քննարկումներ։ Երբ որ հետևում ես ազգային ժողովի նիստերին, հա, իրոք շատ վատ է զգում, որ մեր երկիրը ներկայացնում են իրենք։ Չկա մասնագիտական որևէ որպես այդպեսին չպիտակավորեն մարդկանց, բայց չկան լավ մասնագետներ, առողջ քննարկումների մասին բացառում ենք, դա նույնպես չկա, բայց վստահ եմ, որ հաջորդ ազգային ժողովի պատգամավորների մասին, եթե 1 տարի հետո մենք այսպես նստենք զրուցենք, բոլորիս կարծիքը այլ է լինելու ու փոփոխություն լինելու է դրական։ Եվ եզրափակելով, պարոն Մխիթարյան, օրինակ ես իմ հարցազրույցներում փորձում եմ այնպես անել, որ նաև դիտողները հասկանան, որ ինքնանպատակ չէ այս զրույցը, որ դիմացը, եթե քաղաքական գործիչ է այս բարագայում, իր ասելիքը լինի շատ ծանրակշիռ, հետևողական նաև իր խոստումներին, ինչն է իմ ասացի իմաստը։ Օրինակ, ինչով համոզված լինի մեր հանրությունը, որ վստահության քվե տալով, այս դեպքում օրինակ, եթե դուք եք Շիրակի մարզը ներկայացնում, Շիրակի մարզից եթե կլինեք ցուցակում Ռուբեն Մխիթարյանին, ով չի դառնա այն քաղաքական գործիչներից մեկը, օրինակ ինչպես այս իշխանության պարագայում էր, ասում էին սոված եկան, գարեջրի փող չունեն եւ այլն, հիմա բավականին կլորիկ աշխատավարձ են ստանում, պարգևավճարներ են ստանում եւ հասարակության հետ իրենք կապը կտրել են։ Ինչով համոզված լինի, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ հանրությունը այս պահին մեծամասնությունը գոնե չի կողմնորոշվել, թե ինչպես է իր ընտրությունը կատարելու։ Շատ շնորհակալություն, հրաշալի հարցեր։ Տեսեք, սկսեմ նրանից, որ այդ ամենը մեզ թույլ չի տալու, որ այդպես աշխատենք, դա Սամվել Կարապետյանն է լինելու, որովհետև Սամվել Կարապետյանը
ինչպես իր գրեթե բոլոր մեսիջներում, նաև ԱԱՑ 1:20-ից տված նշել է, որ դա այս ամենը իր պատվի հարցն է, ունենալ ուժեղ Հայաստան իր պատվի հարցն է։ Իսկին եթե իր պատվի հարցն է, մարդու անցած ուղին միանշանակ թույլ է տալիս մեզ վստահաբար ասելու, որ մենք մեր ընդրած ուժեղ Հայաստան կառուցելու ճանապարհից հետ չեն կանգնելու։ Իսկ նաև իմ անձնական այսպես ասած պատասխանատվությունը դա էլ նաև թույլ չի տալիս իմ վաղամերիկա հոր Աշոտ Մխիթարյանի հիշադակը, որովհետեւ ես չեմ աշխատելու այնպես, որ իմ հետևից իրավունք իրենց վերապահեն, վատ բան ասեն կամ ասեն, որ խոստացել էր հնարավոր ամեն բան անել քաղաքի, մարզի, երկրի զարգացման համար, չարեց։ Լավ իշխանություն թե լավ ընդդիմություն կլինեք։ Միանշանակ լավ իշխանություն։ Ամեն դեպքում վատ ընդդիմություն չեք։ Չենք էլ ուզում լինել։ Շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես։ Հարգելի հետևորդներ, ես զրուցում եի մեր ձևով շարժման Շիրակի մարզի համակարգող Ռուբեն Մխիթարյանի հետ, առողջ եղեք, կհանդիպենք։